Բարոն Ազարյան, սկսենք ձեզանից։ Շնորհակալություն, ես դուք ասեցիք 6 ամիս եւ եթե հիմնավոր պատճառաբանություն է բերվում 4 ամիս։ Սա ուզում եմ հասկանալ, ես որ այս ոլորտի, ասենք դատական ոլորտի մասնագետ չեմ, սա հաշվի առնվում ինչ փորձը, թե դատավորների կարծիքն է հաշվի առնում, թե խելամիտ ժամկետ է հաշվի առնում, որովհետև ուզում եմ հասկանամ պատճառը։ Ես օրինակ, sense կողքից նայելով, ես կառաջարկեի 3 եւ 2 ամիս այդ 6 ու 4-ի փոխարեն ինչ-որ նիստերի պարբերականությունը խելամիտ դարձնել եւ ոչ թե ասենք երբ որ որոշ դատական նիստերի հետևում ես, ասենք ասում է նիստը հետաձգվում է, ասենք 2 ամսով կամ չգիտեմ 1 ամսով, ինչ-որ ժամկետ սահմանենք, որ կարող է հետաձգվել առավելագույնը, ասենք 7 օրով կամ 8 օրով եւ ոչ 1 ամսով։ Այսպիսի կարգավորումները հնարավոր է անել, թե դա, ասենք, չգիտեմ, միջազգային ինչ-որ իրավունքի խախտում է եւ չենք կարող անել։ Ես այս եմ ուզում հասկանալ ու նաեւ շատ-շատ Հայաստանի քաղաքացիներ, որոնց գործերը sense ինչ-որ երկար քննվում է եւ այն օրն էլ մենք լսեցինք, որ մարդիկ կան 5 տարի գտնվում են կալանքի տակ եւ առանց դատական վճռի։ Պարոն Ազարյան, այս նախագիծը վերաբերում է միայն վարչական վերաքննիչ դատարանին, այսինքն այս նախագծով կալանքների երկարատևության հարցը չենք լուծում, ինչը չի նշանակում, որ այդ հարցը չենք լուծում այլ նախագծով։ Առաջիկայում նաև առիթ կունենանք քննարկելու այն նախագծերը, որոնք վերաբերում են քրեական դատավարության ժամկետների սահմանափակմանը։ Ինչ վերաբերում է այս նախագծին, ինչու ենք ընտրել 6 ամիսը, գումարած 4 ամիսը, հաշվի ենք առել նախ տվյալ դատարանի ծանրաբեռնվածության աստիճանը, իրատեսականությունը տվյալ ժամկետում գործերի քննության եւ բարձրագույն դատական խորհրդի կողմից արդեն իսկ սահմանված ուղենիշային ժամկետների վերաբերյալ որոշման պահանջները, որոնք ըստ էության այս նույն ժամկետներն են նախատեսում։ Բայց քանի որ դրանք բերում ենք օրենքի մակարդակ եւ սահմանում ենք ժամկետը երկարացնելու դեպքում որոշման պատճառաբանվածության պահանջ, դատավորները շատ ավելի ջանասիրաբար պետք է մոտենան ժամկետների պահպանման հրամայականին եւ ողջամիտ ժամկետներում գործերի քննության պահանջին եւ բացառիկ դեպքերում պատճառաբանված որոշմամբ երկարաձգեն այդ ժամկետը, որպեսզի հետո առիթ չլինի նրանց մեղադրել օրինակ կարգապահական խախտումներ իրականացնելու մեջ։ Սա է նախագծի տրամաբանությունը։ Ավելի սերմ ժամկետներ, ցավոք սրտի, հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը, այս պահին սահմանել չենք կարող, խոսքը միայն վարչական դատարանի մասին է վերաբերում, վարչական վերաքննիչ դատարանի մասին է։ Ապագայում հույս ունենանք, որ նաև վարչարության որակի բարձրացմամբ մենք կունենանք մի իրավիճակ, որ վարչական դատարանները կլինեն նվազ ծանրաբեռնված եւ մենք ավելի սերմ ժամկետներ հնարավորություն կունենանք նախատեսել։ Արձագանք ունեք։ Ես մի ենթահարցել, նոր մտածեցի ճիշտ ասած, ենթադրենք 6 ամիս անցավ, 4 ամիսն էլ անցավ եւ ելի որոշում չկայացրեց, բայց այդ դեպքում ի՞նչ է լինում։ Այդ դեպքում գործի քննության ընդհատման ավարտի հիմք չէ, ժամկետում որոշում չկայացնելը, բայց կարգապահական պատասխանատվության հիմք կարող է լինել։ Դատավորին գնահատելու, նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից կարևոր հարց է։ Բայց նորից ուզում եմ շեշտադրել, որ նախագծով առաջարկվում է սահմանել դատաքննության հստակ ժամկետ, այդ ժամկետները սպառելը չի ենթադրում գործով վարույթի կարճում կամ օրինակ քրեական գործերով հետապնդման դադարեցում եւ այլն, ոչ։ Այդ հիմքերը դադարեցման կարճման հստակ նշված են համապատասխան օրենսգրքերում եւ ժամկետի սպառումը նշված հիմքերի շարքում չկա։